Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում կզրուցենք Էպիկենտրոն լրատվական ծառայության տնօրեն Մարիամ Պետրոսյանի հետ։ Բարև ձեզ հարգելի Մարիամ, համեցեք, Զաջան, ես իհարկե այս հեռուստաընկերությունում հյուր չեմ, բայց ձեր տաղավարում առաջին անգամ եմ, ոտքս բարի լինի։ Այո, եւ ես շատ ուրախ եմ ու շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս, Մարիամ ջան, եւ ուրախ եմ, որ իմ հյուրն եք, ինչպես եք։ Եթե հաշվի չառնենք, որ աշխատանքային օրվա ավարտ է արդեն, նկարահանումն էլ այդ ժամին է, հոգնածության առումով նկատի ունեմ, լավ եմ, ամեն ինչ կարգին է։ Հիմա այդտեղից սկսենք աշխատանքից։ Մարիամ, օրը 6 անգամ հեռուստադիտողը լսում է հետևյալ խոսքերը. Բարև ձեզ, եթերում Էպիկենտրոնի հերթական թողարկումն է։ Էպիկենտրոնի աշխատակազմը, հաղորդավարները, մեկնաբանները մեզ ամեն օր, օրը 6 անգամ ռեժիմով հաղորդում են լուրեր, բայց թե այդ կադրի ետևում ով է կանգնած, ինչ աշխատանք է տարվում, շատերը հեռուստադիտողներից չգիտեն։ Եվ այսօր ուզում եմ մի փոքր բացահայտենք Մարիամ Պետրոսյանին, ինչ է նշանակում այսօր մեր կյանքում լուրեր պատրաստել հեռուստադիտողի համար, հանրության համար, ժողովրդի համար, չնայած այն փաստին, որ մեկ-մեկ մեզ թվում է, որ այսօր ինֆորմացիայի պակաս չկա եւ ճիշտ հակառակը, մեկ-մեկ մտածում ենք ինչքան ենք հոգնել այս ինֆորմացիայից, բայց ի վերջո, սիրելի Մարիամ, հեռուստատեսությունը մնում է հեռուստատեսություն եւ մարդիկ ինչքան էլ դա ընդունեն կամ չընդունեն, ի վերջո ունեն ներքին վստահություն, որ պիտի հեռուստատեսությունից լսեն օբյեկտիվ լուրեր։ Ինչ է օբյեկտիվ լուրը։ Հեռուստատեսությունը մնում է հեռուստատեսություն, այո, իսկապես երանի թե այդպես լիներ, որ հեռուստատեսությունը կարողանար պահպանել արժեհամակարգը, որը ստեղծվել է, որը շարունակել է իր ընթացքը եւ այսօր էլ ամեն դեպքում Էպիկենտրոնում եւ լրատվականում կատարվում է այն, ինչ պիտի որ կատարվի օբյեկտիվ, անաչառ, բազմակողմանի լրատվություն ապահովող բոլոր թիմերում։ 6 անգամ, այո, օրական լրատվությունը մենք եթեր ենք հեռարձակում, դուք տեսնում եք, հեռուստադիտողը տեսնում է ընդամենը մեկ ֆիգուրի, որը կոչվում է մեկնաբան, որը կոչվում է հաղորդավար, բայց նրա թիկունքում աշխատում է մի մեծ թիմ, մենք այո թիմային աշխատանք ենք իրականացնում ամեն օր, իմ օրը բարի լույսը սկսվում է առավոտը լուրերով, ավարտվում է օրը մտնում է լուրերով, այդ թիմային աշխատանքն է հենց էկրանին հայտնվում մեր հեռուստադիտողների, շատ բարդ, ծանր, ծավալուն աշխատանք է եւ յուրաքանչյուր 2-3 րոպեանոց ռեպորտաժի վրա կարող է լրագրողը մի ամբողջ օր պատնել, մի ամբողջ օր ծախսել ժամանակ այդ 3 րոպեանոց ռեպորտաժի վրա։ Սա այսպես ֆորմալ առումով եւ բովանդակային առումով պիտի նշեմ, որ իսկապես Էպիկենտրոնում մենք առաջ ենք տանում բազմակողմանիությունը, օբյեկտիվությունը եւ դրա արձագանքները կարծես թե կան եւ մեզ դիտողները, մեր հեռուստադիտողները իսկապես խոսում են դրա մասին, որ պետք է եւ ուզում են, որպեսզի բազմակողմանի լինի լրատվությունը եւ դա մենք փորձում ենք ապահովել։ Տեսեք, այդ թիմային աշխատանքը շատ կարեւոր է, որովհետեւ մեկի աշխատանքը մյուսի հետ է կապված, մեկի գործը մյուսի հետ է կապված։ Եթե օրինակ եմ ասում, օպերատորը թերացավ, ամբողջ ռեպորտաժն է տուժելու կամ լրագրողը թերացավ, ամբողջ ռեպորտաժն է տուժելու, հետեւաբար նաեւ հեռուստադիտողը չի տեսնելու այն, ինչ պլանավորած էր։ Օրվա լրահոսին իհարկե բոլորս ենք հետևում ամբողջ թիմով, լրագրողներով, գիշեր, ցերեկ, մենք չունենք հանգստյան օրեր, մենք չունենք սահմանված արձակուրդից էլ որպես այդպիսին չենք կարողանում լիարժեք օգտվել, բայց քանի որ ստանձնել ենք հեռուստատեսությունում աշխատելու բարձր պատասխանատվությունը, ամեն ինչ շատ կարգին ընթացքի մեջ է։ Մարիամ, տեսեք, այսօրվա մարդը, ժամանակակից մարդը շատ պահանջատեր է
եւ իսկապես չկա այնպիսի հերոստալիկ, որի վերաբերյալ եւ դրական խոսք չլինի եւ բացասական չլինի, հատկապես լուրերի վերաբերյալ։ Բայց ես ինչքան հասցնում եմ շփվել մարդկանց հետ, մի հետևություն այսօրվա էպիկենտրոնի լուրերի վերաբերյալ կա, որ օբյեկտիվ է առաջինը եւ որ էպիկենտրոնի լուրերով չենք լսում կոնտեքստից կտրված լուրեր, նորություններ։ Այդ կոնտեքստից կտրված նախարտահայտությունը այսօր մեզանում, մեր երկրում շատ, ինչպես ասում են, արդեն մոդայիկ է, որտեղ ամեն տեղ օգտագործում են դա, հատկապես երբ որ լրագրողների աշխատանքի մասին են խոսում, լուրերի, մինուտ գնում է, հետո դրան սկսում են հակադարձել։ Եվ չվախենանք այդ բառից սադրանքներ են։ Այո, եթե ինչ-որ մեկի վերաբերյալ է այդ լուրը, նա սկսում է բացատրություններ տալ, նոր նյութեր է հրապարակում գրում եւ անընդհատ կրկնում է կոնտեքստից կտրված նորություններ։ Սիրելի Մարիամ, ինչպես պետք է աշխատեն լրագրողները, ինչպես ձեր թիմը եկավ հասավ այդ միասնությանը, որ ի վերջո էպիկենտրոնը կոնտեքստից կտրված լուրեր չի հեռարձակում հեռուստաընկերությամբ։ Թող չթվա այսպես մեծամտություն, բայց սկսեմ ինձնից, որովհետև ես իմ կամքով հայտնվեցի մի տեղ, որտեղ ես ինքս չեմ ենթարկվում գրաքննության, սա շատ կարևոր է, որտեղ ես ինքս չունեմ սահմանափակումներ եւ սա ինձ բերեց մի իրավիճակի, որ ես կարողանամ պահպանել լրատվության բոլոր կանոնները էպիկենտրոնում եւ կարողանում եմ Փառք Աստծո պահպանել բոլոր կանոնները, երբ որ ես չունեմ սահմանափակումներ եւ տալիս եմ այն կոնտենտը, որը պահանջվում է, պրոֆեսիոնալիզմի առումով եմ ասում, եւ մի մեջբերում անեմ, իդեպ իմ շատ սիրելի այսպես հերավար դասատուն, դասախոսը իմ հերոստատեսային ինտերվյուերը Կուրքը Պոզները ասում էր ես սովետական միության տարիներին ժուրնալիստիկայով չեմ զբաղվել, ես զբաղվել եմ պրոպագանդայով, այսինքն քարոզչությամբ եւ դա համարում է իր մեծագույն մեղքը ու ասում է ես այդ մեղքի տակից երբեք չեմ կարող դուրս գալ։ Փառք Աստծո էպիկենտրոնում այո մենք զբաղվում ենք ժուրնալիստիկայով, իրական ժուրնալիստիկայով եւ ռեպորտաժները երբ որ քննարկում ենք, երբ որ արդեն գիտեք 4 տարի է ես էպիկենտրոնն եմ ղեկավարում, արդեն հասել եմ այն կետին, որ լրագրողներին պետք չի արդեն ասել ինչպես պետք է գրել նյութը։ Մի քիչ ես ավելի հանգիստ եմ հիմա այդ առումով, որովհետև արդեն ամեն մեկը իր գործը գիտի, ամեն մեկը արդեն գիտի ինչպես պետք է լուսաբանի ռեպորտաժը, բնականաբար ես նայում եմ եւ խմբագրական առումով եւ վերջում արդեն ինչպիսի հերոստա պրոդուկտ է դարձել դա, եւ այո, մենք չունենք սահմանափակումներ, մենք տալիս ենք պրոֆեսիոնալ լրատվություն այնպես ինչպես պահանջվում է։ Մանամ, սոցցանցերը երբ ձեր ուսումնասիրում է, ինչ հետաքրքիր է, դուք թիմի հետ ունեք նկարներ, ինչ-որ խնջույքների եւ այլն, դուք սենց բանավոր խոսքում էլ եւ այնտեղ էլ գրավոր, ձեր թիմակիցների մասին խոսելուց ասում եք իմ երեխեքը, չնայած այն նրան, որ դուք երիտասարդ կին եք եւ թիմակիցները գրեթե կամ ձեր տարիքին են, կամ միգուցե մի փոքր ավելի փոքր, բայց դա հասկանում եմ, որ տարիքային ինչ-որ շեմի հետ կապված երևույթ չէ։ Երեխա բառը տենց հեշտ չի ասելը, Մարիամ ջան, հատկապես մոր համար, հա, ուրեմն պիտի դիմացիներին շատ ջերմ վերաբերվես։ Ինչու իմ երեխեքը։ Ես ճիշտն ասած չեմ ուզում շատ այսպես անպագորգոր հնչի, բայց այո, պիտի ասեմ, սա իսկական թիմ է, էպիկենտրոնի այդ այսպես ասած ցուցակային 30 հոգին ու նաև նյուզրումը, որը մեր կադրից երևում է, թե ինչ ժրաջան աշխատանք է կատարում, իսկապես իմ երեխեքն են, որովհետև ես ունեմ պատասխանատվություն հատ բոլորի համար, ես կրում եմ այդ պատասխանատվությունը, ես իրենց խնդիրները գիտեմ բոլորի, ես փորձում եմ լուծել իրենց խնդիրները եւ շատ ժամանակ նաեւ դնելով ինձ հարվածի տակ, որովհետեւ այո, ընտանիքի մոր պես ես իրենց թիկունքին կանգնած եմ եւ բարեբախտաբար դա գնահատվում է։ Նույնիսկ մեկի ամուսնության ժամանակ ինչ որ գրառում էի կարել, այս մեկիս էլ տարան։ Այս մեկիս էլ տարան, հա, տարվա մեջ ես մի այսպիսի գաղտնիք բացեմ, ես աշխատում եմ, որ գոնե
2 անգամ մենք այդ խնջույքներն ու հավաքույթները ունենանք, որովհետև դա այլ միջավայր է, ավելի է մեզ մերձեցնում, ավելի սեղանի շուրջ ավելի լավ ենք իրար ճանաչում, չնայած արդեն ճանաչելու խնդիր չունենք, նույնիսկ մինչև էպիկենտրոնում հայտնվելը ես ճանաչում եմ ես մարդկանց ու ես թիմին, հետո ավելի ֆիլտրվեց, ավելի մաքրվեց, ավելի պրոֆեսիոնալ դարձան այս մարդիկ, որոնք հիմա անուն ունեն, հարգանք ու պատիվ ունեն լրատվական ամբողջ դաշտում։ Մանամ, լավ, 4 տարի ասեցիք էպիկենտրոն լրատվական ծառայության տնօրեն, բայց Մարիամ Պետրոսյանը արդեն 25 տարի է քառորդ դար հեռուստատեսության ոլորտում է եւ ասել եք, որ հեռուստատեսությունը ճահիճ է եւ դուք էլ ձեզ ուրիշ ոչ մի բնագավառում չեք պատկերացնում։ Եղել եք հեռուստալրագրող, հեռուստամեկնաբան, ի վերջո կատարել եք այնպիսի աշխատանք, որ եթերում եք եղել եւ այս դեպքում ձեզ ամեն տեսել է հեռուստադիտողը, եթե այսօր կադրից դուրս եք, այն ժամանակ եղել եք միշտ կադրում։ Մանամ, որ աշխատանքն է ավելի դժվար։ Կարող եք համեմատել եւ մեկը մյուսի հետ փող կապակցված է։ Եթե այո, եթե ես խմբագիր ինչպես կարող էի դառնալ, եթե ժուրնալիստիկայով չզբաղվեի։ 2000 թվականից ես հեռուստաընկերություններում եմ աշխատել տարբեր ու այն հեռուստաընկերություններում, որոնք եղել են top եռյակում։ Անունները չեմ ուզում տալ եւ աշխատել եմ այնպիսի մասնագետների հետ, այնպիսի խմբագիրների հետ, այնպիսի մեդիա դեմքերի հետ, որոնցից շատ սովորել եմ ու տարբեր ամեն հեռուստաընկերությունում որպես անգլերեն մի բառ կա level up։ Այո, եւ դա աստիճան է, դա այն աստիճանն է, որը ես բարձրացել եմ պատվով, իսկապես գնահատված եմ եղել եւ բոլոր հեռուստաընկերություններից ես հեռացել եմ շատ դրական էմոցիաներով, շատ բան վերցրած, շատ բան սովորած եւ բոլոր իմ նախկին գործընկերների հետ ես այսօր կապի մեջ եմ, մենք իրար բարևելուց բնականաբար գրկախ առնվում ենք, որևէ տեղից որևէ նեղված, նեղսրտած կամ այլ կերպ չեմ հեռացել, նույնիսկ երբ որ էպիկենտրոն էի տեղափոխվում, ինձ ասացին, որ մենք ժամանակ չունենք, ես հանրային հեռուստաընկերությունից եմ այստեղ եկել, ես նույնիսկ չհասցրեցի հրաժեշտ տալ իմ բոլոր գործընկերներին, հետո իհարկե հանդիպեցինք մենք, շատ արագ տեղի ունեցավ այդ process-ը, հետո մենք իհարկե հանդիպեցինք, քննարկեցինք եւ դա մի գիծ է աշխատանքային, որը տեղի է ունեցել շղթայական եւ հայտնվել եմ լրատվական ծառայության տնօրենի ու ղեկավարի պաշտոնում, դա դրան հասնելով աստիճանական ոլորտը նույնն է հեռուստատեսություն ու այո քառորդ դար ես հեռուստատեսություններում եմ տարբեր աշխատել, բայց ճահիճը մեկն է, ինչպես ասում են, այո բոլոր տեղերից սովորել, վերցրել, բերել եմ ինձ հետ ու դեռ տանելու եմ շատ դրական էմոցիաներ, շատ մասնագիտական ձեռքբերումներ, պարզապես փուլեր են եղել, երբ որ ես ավելի շատ տվել եմ հեռուստաընկերությանը, քան վերցրել եմ։ Այդպիսի փուլեր են եղել, բայց դե աշխատանք է ու ես դրանից չեմ դժգոհում։ Մանամ, իսկ եթերը չեք կարոտում այն առումով, որ դուք լինեք եթերում, ձեզ տեսնի հեռուստադիտողը։ Գիտեք, 20 տարի եւ ավել, եթերում լինելուց հետո ես հասկացա, որ ես եթե լինեմ եթերում, միայն պիտի զբաղվեմ եթերով։ Ես ֆիզիկապես չեմ կարող հասցնել պատշաճ ներկայանալ հեռուստադիտողին, ես ֆիզիկապես դրան չեմ կարող զուգորդել այն ծանր աշխատանքը, որ ես կատարում եմ, այսինքն եթե ես լինեմ եթերում, ես պիտի զբաղվեմ միայն եթերով, միայն տվյալ հաղորդումով, եթե հարցազրույցի ֆորմատ է այդ հարցազրույցով եւ այլն, դա ֆիզիկապես անհնար է։ Իսկ կարոտ, գիտեք, արդեն տարիքի հետ մարում է այդ կարոտը տեսախցիկի հետ աշխատելու, որովհետեւ ես սիրել եմ տեսախցիկը ինձ է սիրել, բայց արդեն ժամանակի տարիների ընթացքում արդեն դու ես հասկանում, որ պետք է արդեն սերունդներին թողնել այդ աշխատանքը, փառք Աստծո լավ սերունդ ունենք, հիմա մենք լավ շնորհքով ժուրնալիստներ ունենք, որոնք իդեպ կադրում էլ կարող են շատ լավ նայվել եւ նայվում են։ Մանամ, ես հաճախ լուրերը ղեկավարելը համեմատում եմ մեկ վիրաբույժների աշխատանքի հետ, այն առումով, որ այդպիսի կարծրատիպ կայար չէ, որ բացի սխալվելը, որ
այն աղջիկը, որ ասում էր ուզում եմ վիրաբույժ դառնամ, ընտանիքի անդամները սկսում էին ասել գործ չունես, որովհետև դա ծանր աշխատանք է, ժամանակային գրաֆիկ գոյություն չունի եւ ի վերջո քեզ կարող են գիշերվա կեսին զանգահարել, ասել արի, որովհետև մարդ է վատացել եւ պետք է վիրահատես։ Իհարկե այնտեղ մարդկային կյանքի հարց է, բայց այն ինչ որ վերաբերվում է լուրերին, լրատվականին, մեր կյանքում, հատկապես էլի մեր կյանքում, որտեղ բան չունեմ ասելու, կարող է եղել են ժամանակաշրջաններ, երբ որ ինչ որ պասիվ, հանգիստ կյանք է եղել, միայն ինչ որ հանրային կյանքի ինչ որ հատվածներ է պետք լուսաբանել կամ մի փոքր քաղաքականություն լարված կյանքով է այսօր ապրում Հայաստանի Հանրապետությունը, լարված կյանքով է ապրում հայ ժողովուրդը եւ ինչը ամենակարևորն է անկանխատեսելի։ Իսկ մենք բոլորս գիտենք, որ անկանխատեսելիությունը կյանքում ամենաբարդ բանն է եւ մարդու անձնական կյանքում եւ գործնականում էլ արի ու մի ասա երկրում։ Եւ փաստորեն կարող է եթերի պահանջ լինել կամ նոր լուրեր ամեն վայրկյան արտահերթ գիշեր ցերեկ Մարիամ Պետրոսյանը նաև կին է, մայր է, հիմա ձեր պարագայում այդա աշխատում է, վայ ես ինչ բան է, ինչպես պիտի հասցնեմ կամ եթե գիշերը լինի եւ ի վերջո ընտանիքի անդամները ոնց են համակերպել դրա հետ։ Բախտս բերել է մի առումով, որ ամուսինս եւս հերոստատեսության մարդ է, այսպես ասած հայում մեդիայի մարդ է ու շատ լավ հասկանում է իմ աշխատանքը ինչ ծանրաբեռնվածություն ու ինչ գին ունի, ինչ գին կարող է արժենալ ընտանիքի խնամքի վրա, բայց բարեբախտաբար դա հաղթահարել ենք մենք շատ վաղուց։ Եվ գիտեք, սա փորձառություն է, երբ որ դու կարողանում ես կանոնակարգել քո կյանքը եւ լրատվության ղեկավար լինելով եւ ընտանիքի մայր լինելով կարողանում ես համակարգել քո օրը, համակարգել քո կյանքը եւ գրաֆիկով արթնանալ։ Այո, ես արթնանում եմ գրաֆիկով եւ գիտեմ, որ ժամին ինչ է լինելու։ Իհարկե, նույնիսկ եթե անկանխատեսելի երևույթներ, ճգնաժամային իրավիճակներ տեղի ունենան, բնականաբար մի հատ զանգ տուն, ես ուշանալու եմ կամ ինձ մի սպասեք ու ամեն ինչ ընկալվում է այնպես, ինչպես, այո, ընկալվել է, Փառք Աստծո, դա հաղթահարել ենք ընտանիքում այդ պրոցեսները ու փորձառություն ինչու նշեցի, որովհետև արագ կողմնորոշվելու ունակություն եմ ես ձեռք բերել այս տարիների ընթացքում։ Ես գիտեմ այդ ձեր ասած թիմից, այդ իմ երեխեքից ումից ինչ պահանջել, որ րոպեին, որ ժամին եւ մենք ունենք այո տարբեր բնավորությունների, տարբեր արագության, տարբեր խառնվածքի աշխատողներ, որոնցից արդեն պիտի իմանաս ինչ պահանջել, այո, ինչ պահանջել, ինչ վստահել, ինչ անել նրա հետ կամ ինչպես ընթացքը օրվա պլանավորել, նույնիսկ առանց պլանավորելու, եթե դե լրատվություն է լինում են տարբեր ճգնաժամային իրավիճակներ։ Ուզում եմ ասել Փառք Աստծո, որ ստացվում է, ես դա արդեն վաղուց հաղթահարել եմ իրավիճակները կառավարելու, այսպես ասած, ունակությունը լրատվության մեջ եւ կյանքում։ Կենսակերպ է դարձել, արդեն սա ինձ համար կենսակերպ է, սիրելի Լուիզա, այլ կերպ չեմ էլ պատկերացնում։ Եվ Փառք Աստծո, ընտանիքիս անդամներն էլ դժգոհ չեն, ճիշտ է, ասենք, եթե Կիրակի օրերը հաջողվում է տանը մնալ, օրվա ավարտին ես այսպես գեր հոգնած վիճակով եմ պարկում քնելու, որովհետեւ պիտի հասցնեմ նաեւ որպես կին, որպես մայր տան բոլոր գործերը, բայց դե չեմ դժգոհում, սա կյանք է, սա հայ կնոջ կյանքն է, եթե ընտրել եմ այդ մասնագիտությունը եւ եթե պիտի պահեմ ընտանիքս ամուր եւ կուռ եւ ինձնից բոլորը գոհ լինեն, ուրեմն այո, պիտի նաեւ տանջվեմ։ Դժգոհ չեմ։ Մարիամ, ձեր հարցազրույցներից մեկում ասել եք մի այսպիսի արտահայտություն. ես ինձ երջանիկ եւ ինքնաբավ կին եմ համարում։ Իհարկե շատ ուրախացա, Մարիամ ջան, որ լսեցի այդ արտահայտությունը, որտեվ հազվադեպ ենք լսում դա, որ կինը ինքը ընդունի եւ բարձրաձայնի դրա մասին։ Բայց հարցս հետեւյալն է, քանի որ երջանկությունը եւ ինքնաբավությունը դրանք կարծրացած կատեգորիաներ չեն եւ ամեն կնոջ համար դա տարբեր երևույթ է։
Ըստ Մարիամ Պետրոսյանի բանաձևի ինչ պետք է լինի կնոջ կյանքում, որպեսզի կինը իրեն համարի երջանիկ եւ ինքնաբավ եւ կարողանա դրա մասին բարձր ասել։ Ես ասել եմ եւ շարունակելու եմ ասել, այո, ես կարող եմ լավ մոր, լավ կնոջ օրինակ լինել։ Կներեք, բայց պիտի ինքնախոստովանեմ ձեր տաղավարում, այո, օրինակ լինել եւ մաստեր կլաս ցույց տալ։ Այո, շատ լավ է, այդ ազնվությունը շատ կարևոր է։ Հա, ի վերջո մենք գալիս ենք հանգում ենք մի ելակետի, որ ընտանիքը այս կյանքում ամենակարևորն է։ Ընտանիքը ամենակարևորն է եւ դա պահպանելու համար, դա կառուցելու համար քար առ քար ամեն մի մանրուքները ստեղծելով, կառուցելով արարելով, տուն շենացնելով դու կարողանում ես ամուր հիմքերի վրա դնել քո ընտանիքը եւ լինել երջանիկ եւ ես ստանում եմ այդ փոխադարձ հարգանքը, այդ վստահությունը եւ այդ սերը, եթե չլինի բնականաբար ինչքան կարող ես դու ծառայել ու տալ Փառք Աստծո իմ ամուսնուց, իմ երեխաներից, շատ գնահատականը երբեմն այնքան բարձր է լինում, որ ես էլ եմ ամաչում ու Փառք Աստծո այդպես է։ Չի փոխվել ոչինչ ձեր տեսածից ու լսածից։ Ես շատ ուրախ եմ եւ կարեւորը որ դուք ձեր բանաձևով էլ կիսվեցիք։ Մարիամ ջան, լավ, կյանքը նաև դժվարություններ են եւ դուք ասել եք, որ ես կարող եմ ցանկացած դժվարությունից ինքնուրույն դուրս գալ եւ հարգելով հոգեբանների մասնագիտությունը, բայց շատ վստահաբար ասել եք, որ կարող եմ դուրս գալ առանց հոգեբանի։ Դա մարդու տեսակ է, մտածելակերպ է, թե ի վերջո իսկապես այդ ուժեղ, թույլ մարդու կամ կնոջ հասկացողությունն է, ինչպես է մարդը գալիս նրան, որ նախ հասկանա, որ դժվարությունները անխուսափելի են մեր կյանքում, բայց նաև ունենա վստահություն, որ ամեն տեսակի դժվարություններից ինքը գոնե հոգեբանորեն ինքը իրեն կարող է հանել։ Ես ցանկացած դժվար իրավիճակ, այո, միայնակ կարող եմ հաղթահարել, դուրս գալ այդ իրավիճակից պատվով, որովհետև ես արդար եմ ապրում, իմ կարծիքով ես ճիշտ եմ ապրում, ես մասնագիտական իմ ունակությունները ի ցույց եմ դնում եւ գեներացնում եմ այնպես ինչպես պետքն է, մարդկային հարաբերությունները նույնպես, պատահական չէր, որ ես ասացի իմ նախկին գործընկերների հետ ամեն մեր հանդիպումը եւ ամեն մի բարևը ավարտվում է գրկախառնությամբ, դա նշանակում է, որ իմ անցած ճանապարհը հարթ ու պատվով է եղել, այսինքն ես գլուխս բարձր կարող եմ քայլել Երևանի ցանկացած հատվածում, ցանկացած տեղ ու շատ հանգիստ կարող եմ ասել, որ ես երջանիկ մարդ եմ։ Մարիամ, լավ, իսկ այն արտահայտությունը, որ ասել եք կիրթ եւ ազնիվ մարդը կարող է դառնալ իմ ընկերը։ Բնականաբար դուք արդեն այն տարիքում եք, որ վստահաբար ունեք ընկերներ, բայց եթե այսօր Մարիամ Պետրոսյանը իրեն ընտրեր ընկեր, կիրթ եւ ազնիվ մարդիկ շատ են, ընտրությունը մեծ կլիներ այսօր մեր կյանքում, թե կդժվարանայիք ի վերջո ընկեր գտնել ձեզ։ Գիտեք, կյանք ու ճակատագիր է, ես չեմ կարող ասել, ես ընկերներ հիմա կգտնեմ կամ չեմ գտնի, կամ դրանք կհայտնվեն իմ կյանքում կամ չէ, բայց կիրթ եւ ազնիվ տարբերակը մնում է եւ դա աշխատելու է ամեն դեպքում ցանկացած պարագայում, ոչ միայն ընկերների, այլև շրջապատի մարդկանց, այո, կիրթ եւ ազնիվ մարդու հետ դու կարող ես ճանապարհ անցնել, դու կարող ես գործ ընկերություն անել, բայց այդպիսի կատեգորիա շատ եք տեսնում դուք հիմա։ Հիմա ոչ, ցավոք։ Հիմա ցավոք ոչ, շատ տխուր բաների մասին կարելի է խոսել, բայց ձեր տաղավարն ու դուք այնքան լուսավոր, այնքան ներդաշնակ ու մեղմ թեմաների հարթակ է, որ չեմ ուզում պարզապես մթնոլորտը փչացնել։ Շատ տխուր իրականությունում ենք այո ապրում մենք, կիրթ ու ազնիվ մարդիկ մեր շրջապատում շատ պակասել են ու ցավոք սրտի, որքան էլ ասենք կրթվելը նորաձև է, դա այն չէ, ինչ այսօր պետք է մեր երկրին ու հասարակությանը։ Մարիամ ջան, եւ մի հետաքրքիր բան էլ, մի փոքր տխուր է, բայց դե պիտի դա հարցնեմ, որովհետեւ շատ հետաքրքիր է, չնայած որ
ոնց որ ուժեղ մարդ եք, ինքնավստահ եք, կայացած եք, բայց ասել եք ծիրանալուց վախենում եմ, մահից վախենում եմ։ Բա ինչի էլի եթերում չեմ աշխատում, որովհետև արդեն զգում եմ այդ ծերության հոտը։ Իսկապես տենց լուրջ անհանգստություն է դա ձեզ տալիս։ Գիտեք, ես այնքան եմ սիրում կյանքը, ուզում եմ ինչ է դա։ Ես սիրում եմ կյանքը, սիրում եք պատկերացնում, որ արտաքինը հա, նաև արտաքինը, հա, նաև արդեն առողջական խնդիրները, վախենում եմ ես այդ խնդիրներից, հա, որովհետև ես սիրում եմ կյանքը եւ ուզում եմ երկար վայելել այն ինչ կա իմ ճանապարհին, այն ինչ Տերը շնորհել է ինձ։ Իսկ հաճախ եք մտածում այդ վախերի մասին, թե շատ չեմ մտածում, երևի թաքուն մտածում եմ, չեմ բարձրաձայնում, հա, մտածում եմ։ Այսինքն գեղեցկությունը ձեզ համար կարևոր է, հա, շատ կարևոր է։ Արտաքին տեսքը, իհարկե, կնոջ եւ դրա փոփոխություններից դուք դրա փոփոխություններից վախենում եմ, այո։ Փառք Աստծո գենետիկան լավ է աշխատել, որովհետև հա դեռ չկան նախանշանները, որոնք վախեցնեն ինձ հիմա այսպես Դորիան Գրեյի պատմությունը չդառնա, բայց հա մտածել եմ այդ մասին, մտածում եմ թաքուն մտածում եմ մեկ-մեկ ինչ մեղքս թաքցնեմ։ Մարամ, եւ ինչն է հետաքրքիր, ի վերջո լրատվական դաշտը ինքը ամբողջովին հարցեր են եւ պատասխաններ, բայց տարիներ շարունակ առաջ դուք ասել եք, որ ինձ համար գլխավոր հարցը ինչուն է, հիմա ինչ է ինձ հետաքրքրում, հիմա այս տարիքում նորից այդ ինչուն է մնացել, ու բայց եթե մարդու համար կարևոր եւ գլխավոր հարցը լինի ինչուն, դժվար չէ ապրել։ Իհարկե դժվար է։ Այսինքն այդ ինչուի մեջ մենք ինչ ենք, անընդհատ արդարություն ենք ման գալիս, չէ, ինչ է։ Իսկ կարծում եք մենք հեշտ ենք ապրում, չէ՞։ Մենք շատ դժվար ենք ապրում։ Այո, դժվար է ապրել, որովհետև հարցերի պատասխաններ կան, որոնք որևէ մեկը չգիտի, իսկապես չգիտի։ Բայց հիմա այդ ինչուն դուք շատ եք ձեզ տալիս էլի հիմա կյանքի այս փուլում։ Անընդհատ ինչու, այո, անընդհատ ինչու է։ Մեր կյանքը հարցերի շղթա է։ Մարդը տեսնում է անարդար մարդկանց, դավաճան մարդկանց, ու անընդհատ այդ ինչուն տալիս է, բայց այդ ինչուի պատասխանը ոնց որ չկա, պատասխանը չկա, դեռ չկա ու երևի չի էլ լինի։ Բայց այդ հարցերն են, չէ, որ մենք զրուցում ենք, քննարկում ենք, բերում ենք հեռուստաեթեր, դարձնում ենք հեռուստադիտողի համար հասանելի ու լսելի ինչուները։ Գուցե ինչ-որ մի օր կգա, որ կգտնենք այդ պատասխանը, առայժմ չկա այդ պատասխանը, այո, մենք ինչերի մինչով անցանք վերջին տարիներին։ Շատ ծանր, այո, շատ ծանր իրավիճակներ հաղթահարեցինք, բայց դասեր չքաղեցինք ցավոք սրտի։ Այդ ինչուները այդտեղ են, այդ տողատակերում են այդ ինչուները, որոնք չունեն պատասխան։ Մարամ ջան, եւ ի վերջո լրատվական դաշտը կարծրատիպեր թույլ է տալիս, թե ոչ։ Մարիամ Պետրոսյանը կարծրատիպեր ունի եւ ինչ է այդ կարծրատիպերը ձեզ համար։ Իհարկե կարծրատիպեր ունի ամբողջ հեռուստաընկերությունը, ոչ միայն լրատվական դաշտը, սա ինձ համար մի անձեռնմխելի շղթա է, հարթակ է, անձեռնմխելի մի ամրոց է, այսպես ասեմ, որ կարծրատիպեր կան եւ այստեղ պետք չէ կոտրել այդ կարծրատիպերը։ Եկեք մենք պահպանենք այս ամրոցը այնպես ինչպես կա եւ նրա համար, ինչի համար որ ստեղծվել է, ու ես կուզեմ, որ մարդիկ ընկալեն այս տաղավարը որպես հեռուստատեսային տաղավար եւ կենցաղային ամենամանր հարցերը, անձնական խնդիրները չբերեն հեռուստատեսային տաղավար, որը այն բեսեդկան չէ, որը իրենց բակի տաղավարում է դրված, հեռուստատեսային տաղավարը այլ արժեք է։ Ես ուզում եմ, որ հեռուստատեսությունը պահի ու պահպանի իր այդ բոլոր կարծրատիպերը։ Ես չեմ ուզում, որ կոտրվեն այդ կարծրատիպերը։ Իսկ Մարիամ Պետրոսյանը որպես կին ինքը ունի կարծրատիպ, որպես մարդ, եթե հեռուստատեսությունից դուրս գանք։ Իհարկե, նախ եկեք սահմանենք ինչ է կարծրատիպը, ինձ կարող եք ասել։ Ես ձեզ հարց տալու, չէ՞, Լուիզա ջան, իրավունք պիտի որ ունենամ։ Հիմա ես խնդրում եմ, ինձ ասեք ինչ է կարծրատիպը։ Այսինքն դրանք ամեն մարդու մոտ կաղապարներ են, փակագծեր են,
որ ինչ որտեղ մարդը մտածում է, որ միգուցե դա բացասական է, բայց չի կարողանում դրանից ազատվել։ Մյուս կողմից մտածում է, որ կա, բայց դա իր կյանքի որակին չի խանգարում եւ ինքը չի էլ փորձում դա կոտրել։ Իհարկե մարդիկ կան, որ ասում են, ես բացարձակ երբևիցե չեմ էլ մտածել ու չունեմ կարծրատիպ, բայց ես կարծում եմ, եթե մարդը նույնիսկ անձը ինքը ներսից չունենա, հասարակությունը, մտածելակերպը, հանրությունը մեզ ինչ որ կարծրատիպեր թելադրում են, որոնցից ինձ թվում է բոլորը սենց 100%-ով չեն կարող ազատվել կամ կոտրել, բայց ես դրա համար ձեր կարծիքով հիմա եթե այդ կարծրատիպեր են կաղապարներն են, որոնք կարմիր գիծ են, ուրեմն պետք չի կոտրել։ Եթե այն կարծրատիպերն են, որ քեզ խանգարում են ապրել, լիարժեք երջանիկ լինել, ուրեմն կոտրենք։ Անցիրը։ Այո։ Մարիամ Պետրոսյանի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր մեր օրերում, մեր հայրենիքում։ Ես այդ բանաձևի սահմանումը չեմ տա ու կշարունակեմ ապրել այնպես, ինչպես ապրում եմ, որովհետև չեմ մտածել, որ կարելի է սահմանում առանձնացնել ապրելու եւ ապրեցնելու բանաձևի։ Կշարունակեմ ապրել այնպես, ինչպես ապրում եմ, իհարկե առաջին տեղում ընտանիքս դասակարգելով, հետո աշխատանքս, հետո այն մյուս բոլոր արժեքները, որոնք ինձ համար գերակա են եւ որոնց հետևորդն եմ ես։ Բարոյական արժեքները, հոգեվոր արժեքները, մնացած բոլոր կյանքի այն արժեքները, որոնց արդյունքում ես իսկապես գլուխս բարձր քայլում եմ։ Հայրենիքը ձեզ համար հայրենիքը, եկեք սպարապետի խոսքերը պիտի ասեմ, այն բացարձակ արժեք է, ինչպես կարելի է հարցնել, սիրելի Լուիզա, ինչ է հայրենիքը, հայրենիքը բացարձակ արժեք է, այո։ Եթե դուք ինձ ինչ-որ հարց ունեք, ես սիրով կլսեմ եւ կպատասխանեմ այդ հարցին մեր հաղորդման ավարտին։ Ես քանի որ հաղորդումից մի քանի րոպե առաջ հիշեցի, որ ձեզ պիտի հարց տամ, արագ այսպես եկավ մտքիս, ինչ է ձեզ համար, հարգելի Լուիզա, բացարձակ արժեք այս կյանքում։ Հայրենիք, այո, ընտանիք, ընկերություն։ Շատ լավ։ Համաձայն եմ։ Եվ գտնում եմ, որ այդ երեք պարագայում էլ, եթե լինում է սխալներ կամ դավաճանություններ, իրենք դադարում են բացարձակ արժեք լինելուց։ Մենք պետք է դա կարողանանք պահել, պահպանել, ինչպես որ կարող ենք։ Միասին։ Միասին։ Շնորհակալ եմ սիրելի Մարիամ, շատ շնորհակալ եմ, որ այսօր մեր տաղավարում էիք։ Ես ձեզ հաջողություններ եմ մաղթում։ Ես հասկանում եմ, որ լուրերը դա ինչ-որ ռոմանտիկայի բաժնի ինչ-որ հաղորդում չէ, կամ լիրիկական ֆիլմ չէ, կամ ինչ-որ մի թեթև այնպիսի հաղորդում չէ, որ ուղակի սենց այսպես ասեմ, եկեք լավ բաներից խոսենք եւ գնանք։ Ես հասկանում եմ, որ լուրերը դրանք մեր ամենօրյա կյանքն են։ Ամենօրյա լուրերը լինում են շատ տարբեր, բայց ես ձեզ իսկապես մաղթում եմ, որ այդ լուրերը բարի լինեն, սիրելի Մարիամ, մեր երկրում բարի լինեն, որ Աստված մի արասցե, դուք ստիպված չլինեք խմբագրել այնպիսի տեքստեր կամ մոնտաժել այնպիսի նյութեր, որտեղ խոսվում է պատերազմից, որտեղ խոսվում է երիտասարդների զոհերից, որտեղ խոսվում է որդեկորույս մայրերից եւ կարողանաք ստիպել ձեզ հաղթահարել այդ ամեն ինչը եւ եթեր տալ այդ լուրերը։ Թող մեր երկրի կյանքը բարի լինի, թող բարօրությամբ լցված լինի եւ որ դուք եւ ձեր թիմը, ձեր երեխեքը, երբ օրը 6 անգամ կասեք բարև ձեզ, եթերում Էպիկենտրոնի հերթական թողարկումն է, բարի օբյեկտիվ լուրեր կարողանաք հայտնել մեր ժողովրդին։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ, ես իհարկե դա խոստանալ չեմ կարող, դա երևի ճակատագիրը Աստված եւ երևի մի քանի տոկոս էլ մեր իշխանությունը կարող է խոստանալ, թե ինչ երկրում մենք կարող ենք ապրել ու ինչ լրատվություն կարող ենք մատուցել, բայց մի բան խոստանալ կարող եմ մեր հեռուստադիտողին, որ մենք շարունակելու ենք հրամցնել օբյեկտիվ, ֆիլտրված, ստուգված եւ ճշգրիտ լրատվություն։ Կեցեք դուք, բարին եմ ձեզ։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շատ շնորհակալ։
այն էմոցիաներն ու այն էներգետիկան, որ զգացել եմ, դուք ներդաշնակության սիմվոլ եք։ Շարունակեք զարդարել մեր եթերը ձեր գեղեցիկ ժպիտով ու բովանդակությամբ։ Շնորհակալ եմ շատ, Մարիամ ջան, հուզեցիք ինձ նույնիսկ էլ։ Սա անկեղծ է, սա իրական է, այնպես որ որևէ կեղծիք չկա։ Շնորհակալ եմ անչափ։ Այսպիսին էր Մարիամ Պետրոսյանը առանց կարծրատիպերի։ Մարիամը կարծում է, որ հեռուստատեսությունը ունի այնպիսի կարծրատիպեր, որոնք ոչ փոխել, ոչ կոտրել հարկավոր չէ, իսկ անձնական կյանքում ունի կարմիր գծեր եւ ոչ թե կարծրատիպեր, այնպես որ ապրեք առանց կարծրատիպերի, մի վախեցեք, կհանդիպենք հաջորդ շաբաթ։